Մարդիկ իսկապես հետաքրքրված են։ Խորհրդարանական ընտրությունների նկատմամբ քաղաքացիների հետաքրքրվածության կարևոր ցուցիչ է համարում սոցիոլոգը սոցիալական մեդիայի քաղաքական թեմայով հրապարակումների, դիտումների կտրուկ աճը։ Մենք թիվ ենք տեսնում ենք, որ եղել է 600,000, դառել է 1,270,000, կամ տեսել մի այլ միջոցի համար տեսնում ենք, որ 800,000 է։ Կոնկրետ մարդկանց լսարանները մենք տեսնում ենք, որ եթե եղել է 10,000, դառել է 20,000 եւ այլն եւ այլն։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ինֆորմացիայի հիմնական աղբյուրներն են Facebook-ն ու YouTube-ը, բայց նաև հեռուստատեսությամբ են մարդիկ հետևում քարոզարշավին։ Քաղաքական հատվածը ավելի քան կրկնապատկվել է։ Թե մինչև մարտ ամիսը վերնագրերի սպառող էինք, այսինքն մարդիկ թերթում էին, վերնագիր էին նայում։ Ապա հիմա կտրուկ բարձրացել են այն բովանդակություն ասելով մարդկանց լսարանները, այսինքն հարցազրույցներ, պոդքասթներ, այսինքն մարդիկ վստահում են ոչ թե տեքստին, այլ մարդկանց։ Մարդու դեմքը պետք է տեսնեն, որ հասկանան, վստահում են թե ոչ։ Սոցիոլոգը շեշտում է, որ մարդիկ ոչ միայն կարդում են, դիտում, այլև սոցիալական ցանցերի իրենց էջերով ակտիվորեն տարածում են քաղաքական նախընտրելի թեզերը։ Կարծում սա նորություն է։ Քաղաքացիների 60%-ն արդեն վաղուց կողմնորոշվել է, թե որ ուժին է ձայն տալու, ասում է Արթուր Պարոնյանը։ Ըստ նրա, ընտրազանգվածի 20%-ն է դեռ մնում չկողմնորոշված։ Ընտրապայքարի մասնակիցներին նա մի խորհուրդ ունի հստակ մեսիջներ ուղարկել չկողմնորոշվածներին, համոզել, որ հունիսի 7-ին տանը նստելու փոխարեն գնան ընտրատեղամաս։ Քաղաքում մենք ունենք դոմինանտ հակաիշխանություն եւ ունենք մի այլ խոշոր հատված, որը որ դեռ որոշում չի ընդունել։ Հիմա շատ կարևոր է, որ ընդդիմությունը չուժեղացնի այդ որոշում չընդունածներին, այլ ճիշտ հակառակը բերի իր կողմը։ Այն ինչ որ ուզում անի իշխանությունը։ Դա հատված է, որին չի կարելի անտեսել եւ իրancs հետ նույնպես պետք է աշխատել։ Այսինքն ինչքան ավելի լայն զանգվածների հետ ենք աշխատում, այնքան ավելի ակտիվությունն է բարձր ու որոշում ընդունելը այդ մարդկանց համար ավելի հեշտ է։ Պարոնյանի խոսքով միայն ընտրական բարձր ակտիվության արդյունքում կերևա Հայաստանի քաղաքական տրամադրությունների իրական պատկերը։ Եթե մենք շատ ենք գնում ընտրություն, այդ կոչվում է նորմալիզացում, այսինքն եթե ես 10 հոգու հարցնեմ սոցիոլոգիայում, ես կարող եմ սխալ կարծիք ստանամ, բայց եթե մենք հարցում անենք օրինակի համար 10,000 հոգու, անգամ անորակ հարցումը անցկացրած ինքը կբերի նրան, որ մենք կունենանք ճիշտ արդյունքներ, քանի որ 10,000-ի մեջ սխալվելը անհնար է։ Կարինե Մանգասարյան, Նորաշար Բաթյան եւ Հակոբ Բաղդասարյան, Հայլուր։